Չինաստանը եւ Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 34 տարի առաջ երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր եւ կայուն աճ, իսկ գործնական գործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։ Չինաստանը պատրաստ է գործակցել Հայաստանի հետ, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության եւ փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում եւ շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Նա մասնավորապես նշել է Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար, օրենքի գերակայության վրա հիմնված ազատ եւ բաց միջազգային կարգի պահպանման եւ ամրապնդման գործում։ Ձեր հետ գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը եւ ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ զարգացմանը։ Ձեր հետ գերազանցության հետ սերտ գործակցության շրջանակում։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորական իր ուղերձում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում նրա անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը եւ միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Ղազախստանում ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որն անկեղծորեն շահագրգռված է ղազախահայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ եւ ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները եւ Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորելով ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերանշանակումն այս բարձր պաշտոնում եւս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից նրա քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի եւ Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական գործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետև եւս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը եւս շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, նաեւ Ուզբեկստանի եւ Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետեւողական զարգացմանը։ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան է նաև շնորհավորել Հայաստանի վարչապետին, ընդգծել, որ ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաեւ ձեր նշանակալից ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության առաջխաղացման գործում։ Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը եւ երկկողմ գործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։ Էմմա Վարդանյան, լուրեր։